իմ սեփական երեխաների ծնող չեմ, բայց ես ակամայից ծնող եմ եղել տարբեր ուսանողների, աշակերտների։ Ինչ եք դուք վերցրել ձեր ծնողներից։ Իմ ծնողները մեր փոխարեն չէին ապրում։ Ու ես դրա համար ամենից շատ եմ շնորհակալ։ Եվ այդ ամեն ինչն այնքան հեշտ է տրվում։ Մեր ժամանակ այդպես չէր։ Նրանք կարծում են, թե ունեն ամեն ինչ։ Չկա մի բան, որը նրանց պետք լինի ու իրենք չվերցնեն։ Մեր տունը մեր երկրորդ աշխատանքն է։ Կարևոր է ոչ թե միայն սխալվել, այլ այդ սխալը բարձրաձայնել է։ 16, 17, Աշխատում են, չէ, բայց բնականաբար որտեղից ծնողի գումար։ փողերը։ Բուլինգը հասել է անմարդկային չափերի Հայաստանում։ Մենք ծնողն ենք, երբեք չի կարելի դերերը խառնել, խճողել։ Դու ուզում ես ունենալ հետագայում քո կյանքում մեծ ազատություն, դու պիտի ունենաս դիսցիպլինա։ Այսօր կզարմանաք, որովհետև հյուր եմ հրավիրել մարդու, ով կարծես թե երեխա չունի եւ ինչ է անում այդ հյուրը ծնողի դպրոցում, բայց նա խոստովանեմ, որ երրորդ տարիքն է արդեն երազում եմ այդ հյուրին կանչել եւ առիթ է իման գալիս եւ իհարկե գտա։ Դա համարեք նոր ձևաչափ, որի բացումը կանեմ այս հրաշալի անձնավորության հետ եւ անչափ ուրախ եմ, որ համաձայնվեց գալ, կխոսենք շատ հետաքրքիր թեմաներից, որոնք պարտադիր չի որ առնչվեն սեփական երեխաներին։ Նազենի ջան, ողջույն։ Բարի օր, ես շատ ուրախ եմ, որ ինձ համար էլ տեղ գտնվեց այս շատ կարևոր շարքում։ Ես իրով օրինակ հետևում էի տարիների վեր ու լիքը նոր բան եմ սովորել իմ ընկերներից, գործընկերներից ու նաև հասկանում էի, որ երբևէ չեմ լինի այստեղ հյուր, գոնե ոչ այս էտապում։ Չէ, անպայման։ Այդ մարդու մտքին որ տեղ կա, մարդու մտքին որ ցանկություն կա, միշտ ինչ որ մի ելք դրան գտնվում է։ Ու իրականում հենց այդ մտքից եկա, որ ձեզ հետ սկսեմ եւ հետո շարունակեմ մարդկանց, ովքեր գուցե այս պահին ծնող չեն, բայց ունեն շատ ասելիք եւ ես վստահ եմ, որ դուք հենց այդ մարդկանց այն վիշն կնատորցի, այն ամենավիշնյայից եմ սկսել, բալից եմ սկսել, Նազենի ջան։ Շնորհակալ եմ Աննա ջան։ Ես իմ սեփական երեխաների ծնող չեմ, բայց ես ակամայից ծնող եմ եղել տարբեր ուսանողների, աշակերտների, անգամ նախակրթական տարիքի երեխաների, անշուշտ այն ժամանակավոր ծնողը, հա, որը որ ուզի թե ոչ առնչվել է նրանց եւ դասերակցական խնդիրների հետ եւ հոգեբանական ու հոգեկան խնդիրների հետ ու եթե լինենք անկեղծ, ուսուցչական գործը այդ շատ կոնկրետ ծնողավարություն է։ Միանշանակ 30 երեխայի հետ ամեն օր մի քանի դասարան, ես միանշանակ կողմ եմ դրան ու լրիվ հավատում եմ։ Համաձայն լինելով նաև այդ մտքի հետ, հիմնական հարցերս ուզում եմ ուղղել հենց մենք գրեթե նույն սերնդից ենք եւ այդ սերունդի անունն է սովետի սերունդ եւ ես վստահ եմ, որ իմ տաղավարում սովորաբար խոսում ենք ժամանակակից ծնողավարությունից։ Այն ամեն ինչ այս պահին ծնողներն ունեն տալու, երիտասարդ ծնողներն ունեն տալու, փոքր երեխաներն ունեն վերցնելու։ Բայց չէ որ մենք այն ով կանք վերցրել ենք նաև մեր ծնողներից։ Բոլոր մարդիկ գալիս են մանկությունից, հայտնի ֆրազ կա։ Եվ գուցե հարցերս շատ կլինեն նաև նրանից, թե ինչ եք դուք վերցրել ձեր ծնողներից եւ դուք ինչ պատկերացում ունեք առհասարակ լայն առումով ծնողավարության, ծնողական սիրո եւ մնացածի մասին։ Ու առաջին տենց մի քիչ խոհափիլիսոփայական հարցս, թե ըստ ձեզ ով է մայրը եւ ով է հայրը մարդու համար։ Նախ ես կասեի, որ մենք ավելի հետ խորհրդային սերունդ ենք, իհարկե ֆիզիկապես ծնվել ենք նույնիսկ սովետական Հայաստանում, բայց մեր հիմնական աճման ու զարգացման ամբողջ այդ հեռանկարային երևույթը իհարկե ձևավորվել է առավելապես անկախ Հայաստանում եւ ես չեմ պատկերացնում ծնողավարության նորն ու հինը։ Մի քիչ այդ երևի արհեստական բան է, որը մեզնում մտել է, վերջերս ակտիվացել է, որովհետև մենք սկսել ենք տեսնել, շատ է ցուցադրվում եւ մենք սկսել ենք տեսնել։ Բայց այն ինչը արվում էր նախկինում, օրինակ շապիկով լողացնելը, որպեսզի երեխան մի քանի ամսականում չունենա ստրես, խնդիր։ Ես այնպիսի բաներ եմ նայում, որ մեկ հարցին չտպեք։ Դրանից սկսած, հա, որը արել են մեր տատիկները, պապերը, տատերը, մի խոսքով, մինչև այն ամենապարզ բաները, բայց ես հիշում եմ մեր խորհրդային միության ավագ սերնդի ծնողավարության հիմքը։ Ժամանակ չունեին մարդիկ։ Ու իրոք չունեին։ Եվ դրանում հիանալի մի բան կա։ Նրանք չէին ապրում մեր փոխարեն մեր կյանքը։ Գիտեք, ես հիմա որ նայում եմ այս ժամանակակից շատ սիրուն, պատրաստված, հաճելի ծնողներին, կին թե տղամարդ, մայր թե հայր, ես իհարկե հիանում եմ նրանց արած աշխատանքի ծավալով, իրենց վրա եւ իրենց երեխաների հետ։ Բայց ինձ վախեցնում է մի բան, որ նրանք ձևավորեն չափազանց անպաշտպան, անպատրաստ երեխաների, որովհետեւ այդքան պատրաստելը երեխաներին ամեն ինչին չի նշանակում իրականում պատրաստել նրանց մեծ կյանքին։
Եվ որքան էլ մենք ուզենանք մեր երեխաներին հետ պահել ստրեսից, հենց ստրեսն է ցավը, ոչ անպայման ֆիզիկական ցավը անշուշտ, հա, այդ տատանումներն են կյանքի ձևավորում անձի էությունը։ Եվ դու ֆորս մաժոր իրավիճակում ես իրականում տեսնում մարդն ինչպիսին է։ Երբ որ պայմանները լավն են, ամեն ինչ լավն է, գումար ունի, ընկերները տեղում են, ծնողները տեղում են, նա երջանիկ է, իհարկե, ինչքան աննորմալ պիտի լինի, որ լինի վատը, չարը կամ սխալ։ Բայց իմ ծնողները մեր փոխարեն չէին ապրում։ Ու ես դրա համար ամենից շատ եմ շնորհակալ։ Հետաքրքիր միտք ասեցիք, հաճախ ենք այդ միտքի մասին խոսում, որ այսօրվա դարի երեխաներն ամեն ինչ ունեն։ Եվ այդ ամեն ինչն այնքան հեշտ է տրվում։ Մեր ժամանակ այդպես չէր, երբ ես էի փոքր, այդպես չէր։ Ոչ իմ ծնողներին էր հեշտ տրվում, ոչ ինձ էր իմ տիկնիկը հեշտ տրվում, ես պիտի այն վաստակեի։ Անցյալ օրը մտածում եմ, լավ, ինչ չունեն իմ երեխաները։ Մի կողմից փառք Տիրոջը ունեն, ինչ լավ է, ինչ օրհնված եմ, որ ես այն եմ, ով կամ ամուսնուց հետ որ կարողացել եմ իրենց ապահովել, բայց մյուս կողմից առաջին իսկ դժվարության, առաջին իսկ նեղության, ստրեսի, իրենց կոմֆորտ զոնայից դուրս գալուց այնպիսի ստրես են ապրում, որ sense հստակ ասեմ, երնեք ինձ էլի, որ ես այդ ամենի միջով հացի հերթում պատերազմի տարիներին լրիվ դերատի ու մինչ գիշեր, որ գոնե մի փոքր եփած կեղևով հաց բերեինք։ Մենք բոլորս եղել ենք այդ հացի հերթերում ու այնտեղ հասուն տղամարդը նույն կերպ կռիվ էր տալիս, որպեսզի այդ հացը վերցնի կամ նավթը մի քանի գրամ կարողանա, մի քանի լիտր կարողանա տանել տուն ու հեչ ուշադրություն չէին դարձնում, որ աղջիկ երեխա է, եթե պետք էր հերթը վրայով անցնում էին, եթե պետք է ընդհանրապես անտեսում էին։ Ուզում եմ ասել, այնտեղ, երբ որ գալիս է դժբախտությունը ու խնդիրը համապետական, այն իր հետ բերում է նաև մեր անձնային վատ կողմերի դրսևորումը։ Իհարկե, դա շատ բարձ երևաց վերջին տարիներին։ Մանավանդ մեր այս վերջին տարիներին մենք հստակ տեսնում ենք։ Հիշեցնեմ, որ մեր ոդքասթը նկարահանում, պատրաստվում եւ առաջխաղացվում է Spin Ideas Agency-ում։ Spin-ը քաղաքի ամենամեծ ստուդիան է վիդեո կոնտենտ նկարելու համար։ Արդեն ունեն 20 տաղավար, դեռ ավելացնում են եւ հաստատ կգտնեք ձեզ անհրաժեշտ տարբերակը։ Պրոցեսը շատ պարզ է, գալիս եք մեկ անգամ նկարվում եւ վերջ մնացած ամեն ինչն անում են իրենք ու հրաշալի պրոդուկտը պատրաստ է։ Զանգեք, պատմեք ձեր ցանկությունների մասին, իրենք կիրականացնեն։ Ես հիշում եմ իմ ծնողներն ինչ էին անում։ Չէին քաշում կեղծ լույսը կողքից։ Չէին գողանում պետությունից լույսը։ Այն պետությունից, որը արդեն լավ վիճակում չէր։ Լավ գողացած։ Եթե հիմա կողքից մեկին հարցնեք, կասեին երևի սխալ էին անում։ Պիտի գողանային, որ դուք ունենայիք հոսանք եւ այլն, բայց չէին գողանում։ Չէին կտրում ծառեր ու վառում։ Չէին վառում մեր տան գրքերը, որոնք անթիվ անհամար էին։ Մենք հագնում էինք Աստված գիտի քանի սերունդ անցած մաշված ներբաններով կոշիկները, իհարկե սառում էինք, իհարկե ունենում էինք հետո տարբեր խնդիրներ, բայց այդ ամեն ինչի մեջ կար, գիտեք ինչ, հանգիստ խիղճ եւ ազնվություն։ Ես հիմա երբ հետևում եմ երիտասարդ սերնդին կամ դեռահասներին, պատանիներին, ցավով արձանագրում եմ մի բան։ Նրանք չունեն ամեն ինչ, ինչպես Աննա ջան դուք նշեցիք, չէ, իհարկե չունեն։ Ու դա լավ կողմն է, բայց ցավով արձանագրում եմ այն, որ նրանք կարծում են, թե ունեն ամեն ինչ։ Գիտեք, Instagram-յան կամ այս սոցկայքային չափազանցությունը կյանքի գեղեցկությունների, հարստությունների ուղեղի մեջ դրոշմվում է որպես քո սեփական ունեցվածք։ Սպանում է երևակայությունը, սպանում է ձգտումը։ Ձգտումը ինչ որ բան անելու։ Հավատացնում եմ, ոչ ոք ձգտում չի ունենում, օրինակ, տեսնելով մեկի գեղեցիկ մարմինը, պարզ օրինակ վերցնենք, իր վրա աշխատի եւ բան, չէ, նա կարծում է, որ դե լավ, ինչ որ մի կերպ փող կաշխատի, կգնա գուցե պլաստիկ վիրահատության միջամտության կդիմի կամ էտել չի անի, բազմոցին այնքան կմնա, մինչեւ հա ինչ ա եղել, շատ դրական է իրեն վերաբերվում այդ բանը, մարմնի հետ խնդիրներ չունի, օրինակ։ Այս շատ տխուր փաստ է։ Երեխեքը չունեն երևակայություն։ Այսինքն ուզում եք ասել, որ իրականում պատրանք կա, իհարկե պատրանքի մեջ են։ Մենք շատերս ու գրեթե բոլորս ապրում ենք վերջին ժամանակներում պատրանքների մեջ։ Եվ լավատեսական պատրանքն է դա, ես կուզեի ասել ինքնախապեյություն, բայց շատ սթափ եւ առողջ մարդիկ կան, որոնք չեն զբաղվում ինքնախապեյությամբ, բայց այնուամենայնիվ պատրանքներ ունեն։
Եվ նաև ծնողական պատրանքներն էլ կան, որ այն ինչ իրենք ժամանակին չեն ունեցել, այսօր փոխլրացնելով եւ իրենց երեխաների փոխարեն անելով ու ապրելով, ձևավորելու են ավելի լավ սերունդ ու ավելի լավ երեխաներ։ Այդպես չի։ Որտեղ է այդտեղ վտանգը։ Մի քիչ եկեք այս թեման Եկեք բացենք։ Ես չունեի ու հիմա փորձում եմ ամեն ինչ անել հանուն երեխաներիս, ես դարձավա ծնող, որտեղ են այդտեղ ռիսկերը։ Նախ սկսենք նրանից, որ վատ ու լավ իհարկե չի կարելի բնորոշել ու չի կարող որևէ ծնող լինել վատը ի սկզբանե, որովհետև նա երեխայի ծնունդով պայմանավորված, եթե իհարկե հատուկ շեղում չունի, հոգեկան, հաստատ ամեն ինչ անում է, որպեսզի իր երեխային լինի լավ։ Անկամ եթե սխալվում է։ Այո, Չէ, կարող է չիմանալ ինչպես, կարող է սխալ անել։ Գիտեք, շատերը տանում են իրենց երեխաներին, փոքրահասակ երեխաներին տարբեր մրցույթների։ Եթե ինձ հարցնեն, ես կասեմ մի արեք այդ շատ ուժեղ տրավմա է։ Բայց ֆիզիկական Նազենի ջան ամուսինս որպես բժիշկ այնքան բնեց պատմություններ է տեսնում։ Սարսափելի բաներ կար, ավելի հոգեկանին կանդրադառնան, որովհետև ֆիզիկականը տեսանելի է։ Հոգեկանը շատ ուշ ենք տեսնում, երբ արդեն բանը բանից անցած է լինում։ Օրինակ, կա գեղեցիկից գեղեցիկը, կա խելացիից խելացին։ Մենք խոսում ենք մանկահասակ երեխաների մասին, հա։ Ընդհանրապես օրինակ օլիմպիադաներն էլ բավականին մեծ ստրես են, բայց վատ թե լավ դրանք փորձում են քեզ տրամադրել ու ձևավորել մեծ կյանքի համար ու դու այդ ստրեսը ապրում ես քո գիտելիքը իրացնելով։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ ինչից է ստրեսը եւ ինչ է անում ծնողը։ Եթե մենք օրինակ այսօրվա երեխային առավոտյան մի քիչ լավ չի զգում, թնգթնգում է, դպրոցահասակին ինչ ենք ասում։ Դե լավ, ուզում ես պարկիր, կասենք տատիկը կգա կամ դայակ ունենք, եթե թող մնա երեխան լավ չի։ Ինձ հարցրեք, իմ մայրը քանի անգամ է թույլ տվել, մենք մահճակալում թնգթնգանք։ Էդ էլ են պարագային, եթե ունենայր մահճակալ իհարկե։ Իմը բազմոցներ։ Իմ սեփական բազմոցներ։ Մենակ։ Երբեք մենք դպրոցից երբեք չենք ունեցել բացակա։ Ու վերջ։ Չգրված օրենք էր։ Որն էր ճիշտը Նազենի։ Հենց դա։ Հա։ Որովհետև եթե դու ուզում ես ունենալ հետագայում քո կյանքում մեծ ազատություն, դու պիտի ունենաս դիսցիպլինա։ Հա, դիսցիպլինա։ Անարխիան ազատությունը չէ։ Դու չես կարող ինքնականդված լինել եւ անունը դնել ազատ։ Ազատությունը պահանջում է դիսցիպլինա։ Ես ունեմ ազատ գրաֆիկով աշխատանք, ճակերտների մեջ ազատ գրաֆիկով, բայց դրա համար ես 24 ժամ զբաղվում եմ ինձնով։ Ավելի դիսցիպլինա։ Իմ ուղեղով, իմ մարմնով, իմ կեցությամբ, չգիտեմ, կենցաղով, մաքրությամբ եւ այլն։ Ու դու չես կարող գալ մեկ օրում այսպես կանգնել ու ենթադրենք բեմից ասել հասու խոսք։ Դու դրա համար անցնում ես շատ երկար ու դաժան ճանապարհ։ Ինչ դաժանության ենթարկենք զորով կամ արհեստականորեն, չէ որ իրենք չունեն այսօր դաժանություն։ Նազենի ջան, այսօր իմ զավակները չունեն դաժան տեսարաններ, դաժան իրականություն, չեմ ուզում դաժան դժվարություններ, չէ, տեսեք, հարցն այն է, որ հիմա ես իմ քույրիկից որ պատմեմ, նայելու է հետո բարկանա։ Պատմել եմ ուզում մի քիչ քույրիկ, որտեղ հարցել ունեմ հենց քույրիկներից։ Դու գնում ես, մեզնից ես խոսում, բայց ինչ եմ, շատ եմ սիրում նրանց։ Այստեղ այդպես է։ Ուզում եք ձեզ հետ երկար լինենք։ Մի պատասխանեք, գիտենք, որ այո։ Եվ այսուհետ դուք անձամբ կարող եք դրան օգնել միանալով մեր Patreon-ին։ Patreon-ում ընտրում եք ամսական նվիրատվության չափը սկսած $5, իսկ մենք դրա դիմաց ձեր անունը ամեն անգամ շնորհակալությամբ կարդում ենք, հավելյալ նյութեր ենք տեղադրում ձեզ համար, միայն ձեզ համար, ընտիր գրքեր ենք նվիրում, մեր տաղավար ենք հրավիրում այստեղ եւ ուղղակի սկսում ենք ավելի մտերմանալ կամ ընկերություն անել անգամ։ Patreon-ի հղումը կտեսնեք ստորև, QR-ը այստեղ եւ եկեք միասին մեծացնենք Հայաստանի գիտակից եւ դրական ծնողների համայնքը։ Ես ունեմ երկու քույր, երկու շքեղ ոսքանչելի քույր։ Իսկականից շատ սիրուն, մարմնով, հոգով, դեմքով։ Իմ մեծ քույրը եղել է իմ գրական հոգեկերտվածքի ձևավորողը։ Իմ փոքր քույրը եղել է հարցեր լուծելու, մարդկանց ճնշելու ու կենցաղավարության վիրտուոզ կազմակերպելու ուսուցիչը։ Եվ նաև ես նրանցից երկուսից սովորել եմ ինչպիսին չի կարելի լինել։ Մեծ քույրս չէր ասում, որովհետև այդպիսին էր բացառիկ գեղեցիկ եւ այլ, միջնակ քույրս չէր կարող ասել, որովհետև մայրիկի աղջիկներ ու ամեն ինչը ամենածանր հոգսը նրա ուսերին էր դրվում եւ նա չգիտեր, որ կարելի է ինչ-որ մի պահի ասել, չէ։ Իսկ ես բախտս բերել էր, ես երրորդն էի, ինձ վրա մի քիչ ժամանակ չկար, ավելի ճիշտ շատ չկար,
ու ես այն ժամանակը երբ ունեին իմ ծնողները իսկականից սիրում էին, իսկապես հետս ազատորեն շփվում էին ու ես ինչ որ մարդ էի, ոչ թե առաջնեկն էի, ոչ միջնեկն էի, ես ինչ որ փոքրն էի, որ եկել էր ուշացումով բոլորի ուշադրությունը շատ վերցնել։ սպասված մեկը չէր, բայց պարզվեց այդքան անհաջող չի։ Եվ իմ մայրը, որը շատ խիստ կին էր եւ հիանալի մանկավարժ, ինձ հետ իր մանկավարժությունը տեղի էր ունենում միայն օրինակով։ Օրինակ, գալիս էին տուն պարապելու։ Առանց Հա, խոսքերի։ զրո ճար, շատ գործնական մարդ էր։ Տանը նստած այդ անլույս տարիներին փոքրիկ այդ նավթավառը դնում էր սեղանի տակ, ոչինչ որ սեղանը փչանում էր, հոգ չկար։ Նման բաների մասին այդ մատերիական խնդիրներ մենք չենք ունեցել։ Եվ բոլոր ուսանողները, աբիտուրիենտները այն ժամանակվա պարապում էին դե։ Եթե փոխադրության քննություններ այն մի պահ փոխվել էր, չէ՞։ Փոխադրությունն էին պարապում։ Եթե թելադրություն էր, թելադրություն։ Ու ես փոքր էի, դպրոցահասակ, բայց ես բոլորի հետ նստում էի, միշտ լսում էի ու գրում էի, կապ չունի չանչերով, ված, սխալ, բջիջտ, հետները հավասար գրում էի ու երբեք իմ մայրը չէր ասում ինչ գործ ունես այստեղ, սա հիմա քեզ պետք չի կամ գնա ինչ որ ուրիշ բան արա, չգիտեմ, տուն մաքրի կամ բան։ Այդ քուրս էր ասում։ Երեք այդ գիրքը կարդաս մի հատ սենյակը հավաքի, արագ, որ գնաս բակ խաղալու։ Իմ ասածը սա է, ինչքան երկար տեքստեր ասեն ծնողները, այդ չի աշխատելու։ Սեփական Միայն օրինակ։ Մեկ էլ մամաս ասում էր ով ինչ կա, այն էլ կա։ Այսինքն մարդը իր ներքինով, այսպես ինձ աստվածատուր ինչ որ ձիրք ունի իր ներսում։ Այ դա պետք է բացահայտել, իհարկե։ Եվ ծնողի ուժը ու զորությունը դա է, բացահայտել դա։ Եվ եղած այդ շնորհը, որևէ շնորհ, չփակել, չխեղել։ Թե չէ մեզ սեփականը չթելադրել, սեփական ճիրականացած երազանքները թելադրել։ Գուցե հիմա ինքներս մեզ եկեք հակասենք։ Մոցարտի հայրը կարող էր չպարտադրել Մոցարտին ամենափոքր տարիքից պարապել եւ մենք չունենայինք հանճարեղ Մոցարտ։ Մոցարտին չհարցնենք, բա ինքը։ Իսկ Մոցարտը առանձնապես երջանիկ չէր։ Չի կարող այդ հանճարեղության որևէ մարդ լինել երջանիկ։ Եվ չի կարող արվեստի մեջ որևէ հետք թողած մարդ լինել բացարձակ հոգեպես առողջ ու կներեք երջանիկ։ Չի կարող այդպիսի բան լինել։ Մենք իհարկե ուզում ենք տեսնել այդ մարդկանց երջանիկ, բայց ոչ, նրանց ամբողջ արվեստի ուժը հենց իրենց կիսատությունն է, որի ամբողջականը դառնում է, երբ նրանք ձևավորում են այդ արվեստի ուժը։ Ու դա տալիս են որպես համամարտկային մի մնացորդ, մի բան, մի կարևոր բերք կամ արգասիկ, որը ձևավորվում են ու թողնում են։ Դրա համար իրենք ոչ երջանիկ։ Երբ ծնողները երբեմն ինձ մոտենում են ու ասում են, մենք ուզում ենք մեր երեխան դառնա դերասան։ Ես նրանց հարցնում եմ, ասում եմ, դուք ուզում եք ձեր երեխան լինի երջանիկ, թե լինի արվեստագետ։ Հիմա կարող է իմ գործընկերները ինձ քարկոծեն, ասելով, որ արվեստագետները հո դժբախտ չեն, ըստիս դժբախտ են։ Ըստիս միայնակ են ամեն դեպքում։ Հիմա եթե միայնակությունը մեկի համար հաճելի իրողություն է, ուրեմն ընդունված է համարել, որ չի ամեն։ Բայց միայնակ է, նորմալ մտածող մարդն առհասարակ միայնակ է, ուր մնաց արվեստագետը։ Խոսում ենք նորմալ արվեստագետի մասին։ Կամ որ ասում են, ուզում ենք երեխան անպայման դառնա բժիշկ։ Շատ կարևոր մասնագիտություն է, կյանքեր փրկող, յուրաքանչյուրիս է պետք, չէ՞։ Բայց պետք է գիտակցենք, դուք եք ուզում, որ երեխան դառնա բժիշկ, բայց արդյոք նա ուզում է եւ պատրաստ է դրա տակ ստորագրել։ Հա, եւ կյանքեր փրկել եւ սեփական երեխաներին հերթի մեջ սպասացնել, որովհետեւ եւ տուն չգալ օրերով, գիշերներով։ Այդ չի նշանակում, որ բժիշկներ պետք է չձևավորվեն։ Այո, բայց դա էլ որոշում է, դա էլ ինչ որ չափով առաքելություն է։ Թե այնպես ամեն մասնագիտության մեջ երևի լինել կատարյալը, դա նշանակում է լինել ոչ երջանիկ այն չափով, որ կլինեին նրանք, ովքեր որ ընտրել են բազմոցին ուղակի կամ կիսատ պրատ ինչ որ մի մասնագիտություն։ Դե ես օրինակ բազմոցին երջանիկ չէի զգա ինձ այդքան ժամերով նստած։ Չնայած մեկ-մեկ հավես տարիներով մեկ-մեկը լավ էր։ Այո։ Ինչ եք վերցրել մամայից ու ինչ եք վերցրել պապայից, Նազենի։ Այսօր այն ով դուք կաք, այս սա մամայինն է, իսկ այս սա պապայինս էր։ Սա իրենից են վերցրել, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հատուկ կամ այդպես ուղղակի ստացվել է այդպես։ Ես կարծում եմ, որ պատահականություններ իհարկե չեն լինում, գոնե ոչ ընտանիքներում։ Իմ մայրն ու հայրը շատ տարբեր էին ու շատ նման միևնույն ժամանակ։ Երկուսն էլ ունեին հստակ իրենց այոն ու ոչը, ունեին հստակ արժեքային համակարգ։ Օրինակ իմ հայրը բոլորովին հավատավոր չէր, աթեիստ էր, սովետական մարդ էր, բայց ապրում էր ամենաիսկական քրիստոնյայի կյանքով։
չէր վնասում, չէր բամբասում, չէր վատություն անի կյանքում, շատ զուսպ էր թե ուտելիքի մեջ, թե բան կյանքի կենցաղավարության մեջ, բայց միևնույն ժամանակ շատ էլեգանտ մարդ էր, շատ գալանտ, կնամեծար, ուր որ գնում էր, մանավանդ կանանց կոլեկտիվում պարոն Հովհաննիսյանը թեմայի մեջ էր։ Ու մայրս հենց դա էր սիրել հայրիկիս մեջ, որովհետև շատ տարբեր էր իր ուրիշ տիպի եղբայրներից, որոնք պինդ էին, ավելի մեծ ազգով, մյուս տարբեր էին։ Մայրս միևնույն ժամանակ լինելով ուսուցիչ, վարժապետ չէր, հասկանում եք, վարժեցնող չէր։ Ստեղծագործական անսահման ազատ միտք ուներ։ Մանկավարժեր, չէ՞։ Եվ մանկավարժեր, եւ ստեղծագործ մանկավարժեր։ Այսինքն իր երեխաների հետ դպրոցի հազարավոր աշակերտներ ուներ։ Մինչև վերջերս եկեղեցում պատարագի ընթացքին ինձ մոտեցավ մի կին, հոգեհանգստի արարողություններ, մոտեցավ մի կին, շնորհակալություն հայտնեց, որտեվ լսել էր մայրիկիս անունը, որ տվել էի ընթերցեն խորանից, մոտեցավ, ասում է՝ «Վայ Նազեն ջան, գիտեք, ես ձեր մայրիկին ճանաչում էի, 2 անգամ եմ նրա հետ հանդիպել, իմ որդուն, որը տարբեր դպրոցներից անընդհատ հեռացնում էին, տարանք նրա դպրոց, նա ոչ միայն ընդունեց, այլև որդիս շատ գեղեցիկ պատվով ավարտեց այդ դպրոցը»։ Ու ասում է՝ «Երբեք էլ խնդիր չունեցավ»։ Հա, մայրս ամենաբարդ երեխեքի վարպետն էր։ Չգիտեմ ոնց էր գտնում բանալիները, բայց այդպիսին էր։ Մեր հախից չեկավ իհարկե։ Երեքիդ է։ Երբ դիմել հոգեբանի։ Եթե զգում եք տրամադրության կտրուկ փոփոխություններ, հուզական եք ու լարված, անհասկանալի անհանգստության զգացումներ եք ունենում, չկա որևէ բան անելու մոտիվացիա ու ցանկություն, չեք սիրում կամ ընդունում ձեզ, կամ եթե ձեր գործընկերների, կնոջ, ամուսնու, ծնողների, երեխաների հետ հարաբերությունները հարթ չեն, ապա գտեք ձեր հոգեբանին եւ դիմեք օգնության։ Հոգեբանը հենց այն մասնագետն է, ով տարիներով սովորել է լսել, չքննադատել, օգնել, ուղղորդել։ Libra հոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներին կարող եք ծանոթանալ librasai.am կայքում։ Նրանք պրոֆեսիոնալներ են, ովքեր ամեն օր օգնում են ձեզ պես մարդկանց լինել հոգեպես ավելի առողջ։ Կոնտակտները էկրանին։ Հա, բայց ինչ են վերցրել։ Հայրս գիտեր ամբողջ դասական երաժշտությունը։ Անգիր, նոտա առ նոտա, այդ վինիլային սկավառակներով են ժամանակ։ Եթե հեռուստատեսությամբ հնչում էր որևէ բան, մենք արագ գուշակեիր մեղեդին ասելով, հայրս արագ ասում էր՝ այս օպերան է, այս արյան է, այս ինչն է, պայացների այնինչն է, այսինքն ես մեծացել եմ դասական երաժշտության մեջ։ Մայրս գիտեր հայ գրականությունն ամբողջությամբ։ Ես ինձ ինչ հիշում եմ, մերոնք գիրք էին կարդում, թերթ էին կարդում, գիրք էին դասավորում, նվեր էին տանում, գրքի մասին էր մեր տանը ամեն ինչ, ու հետո էլ նարմայնանում էին, որ ես նստում գիրք էի կարդում խնձոր կրծելով, գոնե տանը գործ անեմ, այդ ու եք ձևավորել, հա, տանեք ուրիշ բանի։ Հետո շատ սիրուն ասեղնագործում էր մայրս, Մերիշկայից մինչև ուրիշ հին նաև այն թափյան այդ ասեղնագործքից, եւ այդ ասում եմ անլույս տարիների մասին, երբ անելիք չկար, նա ձևավորում էր անելիք։ Հայրս էլ ուներ անաշխատանք ընթացք, մոտ մի տարի, այդպես շատ ծանր տարի էր, եւ գտե խելագարվում էր պարապությունից, նա էլ շատ մաքրակենցաղ ու աշխատասեր մարդ, փղոսկրից զարդեր էր սարքում տանը։ Էլ չասեմ, որ ինչեր էր համեղ պատրաստում եւ այսինքն ինչ են վերցրել, պարապ չմնալ։ Պարապ ուղեղը մեր տանը արգելված է։ Դա դեգրադացիայի համար մեկ ուղղակի տանելի չի երբեմն այդ պարապությունը։ Ես չեմ պատկերացնում, օրինակ մենք տանը նստած, ես ուղղակի այսպես անսամտ անված դիրքով այդպես նստած լինեի ու հայրս գար կամ մայրս գար ու եթե ես այդքան պարապ նստած լինեի ու տանը անելիք լիներ, միացած չբզեին։ Իսկ հիմա ժամերով աղջիկները սենյակից դուրս չեն գալիս։ Այլ բան է քո սենյակում քո տարածությունը, քո անելիքը։ Այ եթե դու ունես քո տարածությունն ու քո անելիքը, ու դու զբաղված ես կոնկրետ քեզնով, մերոնք երբեք չէին անհանգստացնի, չէ։ Մերոնք չէին մտնի ննջարան, քույրերիս, հետո նաև իմ, երբեք չէին մտնի առանց թակոցի։ Երբեք չէին փորի պայուսակ, ոչ հայրս։ Անձնական տարածք չեն։ Երբեք, այսինքն այդ կասկածամտությունը։ Ես կողմ եմ, որ ծնողը շատ ուշադիր լինի ու հետևի երեխեքին։
Ես հիմա օրինակ շատ վտանգներ եմ տեսնում ու կողմ եմ։ Այդ եմ ասում, ես օրինակ նույն փակ դռների հետևում Որտե չուզենալով խախտել իրենց սահմանը, րոպեն մեկ բզել, վերահսկել այդ մշտական վերահսկողությունը, որ կկործանի եւ իրենց եւ ինձ։ Այնուամենայնիվ անհանգիստ եմ։ Ես չգիտեմ դրան հետևն ինչ։ Էլ չասեմ, որ այնտեղ միշտ թափած է, ես ուղղակի այսպես եմ անցնում, ասեմ դուրը փակեք, ուղղակի չտեսնեմ։ Ու այդպես է, սրվա վտանգներն այլ են։ Այն ժամանակ ամեն դեպս դա չկար, այդ մեկը չկար ինտերնետ կոչեցել։ Եկեք սենց ասենք, այդ թափածի թեման մի քիչ խառը թեմա է։ Հա։ Okay։ Ստեղծագործ մարդկանց համար։ Հիմա մի քիչ ես ինքս ինձ արդարացնեմ։ Ես կարող եմ դարակները դասավորել, OCD են ասում, ինչ են ասում, հիվանդի նման։ Գիտեք ոնց, եզրը եզրին գույներով, բան, հիվանդ։ Եվ կարող եմ դարակը չէ, բայց պահի տակ ինչ որ սեղանի վրա լինի այսպես տրակած վիճակ։ Ստեղծագործական խառնաշփոթ։ Նախ չեմ հասցնում, երբեմն հիմա մարդ ենք ժողովուրդ, ոչ ոք մենք այն ինստագրամյան իդեալական կերպարների չենք։ Այսօր առավոտյան արթնացա, չի այս սերմերը գցեցի դեմքիս որ կան, չէ դրանցից չենք։ Ու կապ չունի որ երեխա չունես, ամեն ինչ նույնն է, կենց հաղդ նույնն է, խառն է։ Եվ են կա։ Բայց այստեղ կարևոր է կարողությունը, հմտությունը ձևավորել եւ հասկացնել երեխային ինչու է պետք օրինակ մաքուր պահել տարածությունը։ Ինչու Նազենի, ինչ ասի ծնողը խնայում է ժամանակդ։ Ուղղակի խնայում է ժամանակը։ 1 Ծնողներ ջան, հիշեք սա։ Հա, որտեղ խնայում հավաքեք ինչու համար։ Պետք է ասեմ, ինչի հավաքեմ, եթե հեսա էլի քնելու եմ։ Ինչի ծածկեմ անկողինս, եթե հեսա էլի քնելու։ Էսա կասեմ, ծածկել անկողինը պետք է, բայց ոչ անմիջապես վեր կենալուց հետո։ Պետք է մի քիչ օդափոխվի, գոնե մի 10 րոպե թեկուս նոր ծածկել։ Այդ վրա բերելը մահճապանի, վերմակի կարևոր է, որովհետև դրսի փոշին, ձեր կյանքը, դրսի խառը բաները չեն գալիս մտնում ձերեն ամենաներս, որը հետո ձեր մաշկի հետ ներծծվելու են։ Եթե ունեք դեռահասության տարիքի աղջիկներ, նրանց հիմնավորեք դա նրանով, որ մաշկը լավը կլինի ավելի։ Լավ էր, կաշխատի դեռահասների դեպքում, հա։ Դարակների պարագային իհարկե խնայում է ժամանակը։ Այսինքն դու գիտես ինչը որտեղ է։ Նախ դու դասավորել ես, արդեն գիտես։ Երկրորդ հանել ես ավելորդը, պարզ է, չէ։ Հետո հիշում ես, որ այսինչ բան ունես, էլ չես գնում ավելորդը։ Դու խնայում ես նաև քո ֆինանսը։ Չես խճողում աղբով քո տունը։ Այդ էր կարևորը։ Մենք շատ ենք այս կոնսումերական աշխարհը, սպառողական աշխարհը մեզ անընդհատ դրթում է նոր բան առնելու, ասում է այս փայլը ավելի լավն է, քան նախորդը։ Ախր այդ անտերը նույն փայլն է։ Ես էլ եմ վարակված եղել դրանով։ Ես հիմա նոր այս տարիքում սկսում եմ ինձ հետ բերել։ Զտել գոնե հասկանալ, մի հատ ասել ստոպ։ Դե աղբե էլի։ Այսօր լսում եմ մի reel, ասում է մեր տունը մեր երկրորդ աշխատանքն է, ինչքան գումար ենք ժամանակ, ինչքան նյարդ, ինչքան ամեն ինչ, ինչի համար։ Այսինքն ապրեք ձեր կյանքը, էլի ինչ եք այդքան լցնում, առնում, մի հատ էլ սա, մի հատ էլ նա։ Եկեք այսպեսի վարժություն առաջարկենք բոլոր մեր YouTube-յան դիտողներին։ Հին եմ էլի, ես հեռուստադիտող։ Եթե գնում են հանգստի, տանում են դե լավ, մաքսիմում մի ճամպրուկ։ Ինչ են անում, կախում են արագ պահարանում, չէ՞ որ հետո այդ խառնաշփոթից չգտնեն այդ ամենը։ Դասավորում են ու շատ արագ են կողմնորոշվում, թե ինչ հագնել։ Այդ կարևոր է։ Տանը օրեր ու ժամեր է տևում, որ որոշեն ինչ հագնել ու վերջում դե շորջ չունենք։ Ինչու՞ լցրած է, այո։ Որովհետև ինչքան շատ են նյութերը, այդքան քիչ է ժամանակը ու դու հա պիտի ընտրություն անես։ Իսկ այդ նյութը քո ժամանակը ուտում է ու իրական հետաքրքրություններիդ համար էլ չի մնում։ Ես չեմ ասում շոր ու կոշիկ չառնենք, չհակնենք, ես ինքս էլ չէ անում եմ։ Առնելուց իմանանք որտեղ է, ինչի ու նույնը անընդհատ մենք չենք նկատում, որ նույնն ենք առնում, էլի։ Ես ինքս ինձ վրա հիմա շատ աշխատում եմ, որ չանեմ այդ նույն բաները։ Երեխաներին այդ հիմնավորեք։ Երկրորդ, շատ օգնում են ճամփորդությունները։ Իրենց հետ։ Հա, այդ շատ է օգնում։ Նրանք դառնում են ինքնուրույն, որոշում կայացնելը։ Ես գիտեմ, որ շատ դժվար է դիմանալ, որ երեխան ինչ-որ բան անի ինքնուրույն։ Այն էլ որ լավ չի անում։ Մեր ուզածով չի։ Այդ լավը ո՞րն է։ Ծնողի ակնկալիք Նազենի։ Այդ ամենամեծ դժբախտությունն է։ Ամենամեծ խնդիրն է ծնող-երեխա փոխհարաբերությունների, երբ ես պարտադրում եմ իմը առանց հասկանալու, որ ախր էս նա ուրիշ խմորից է։ Դուք քանի տարեկան եք։ Ես մեծ եմ, Նազենի։ Ինչքան։ 49 տարեկան եմ արդեն։ Ընտիր տարիքան, հենց ասած մեծա, սպասում եմ ես իմ ինչ հատ էլ փոքր եք երևում, նախ այդ ահավորա։ Այդ ահավորը։ Աննա ջան, 49 տարեկանում դուք հազիվ սովորել եք անել այն, ինչ որ անում եք, այնպես ինչպես որ անում եք, եւ դուք ուզում եք ձեր, չգիտեմ, քանի տարեկան երեխայից, որ նա հոպ կախարդական փայտիկով, դե չէ։ Սովորաբար են անում ծնողները այդպես։ Ես գոնե թե սովորեցի իմ ոնց վրա։
հատկապես առաջնեկից որպես փորձասու։ Խեղճ առաջնեկներ միանշանակ համար։ Ես երկրորդն եմ, իմ բախտը բերել է դառնում։ Բայց մենք հաճախ պարտադրում ենք նրանց մեր ակնկալիքը, ուզում ենք որ սենյակը հավաքվի X ձևով եւ ոչ մի դեպքում Y, ուզում ենք որ ուտեն հաց X ձևով եւ ոչ մի դեպքում Y եւ այդտեղ էլ բախումները սկսվում է։ Բայց հաճախ ծնողներս մոռանում ենք, որ ախր այս մարդն ուրիշ է, ուրիշ դարաշրջանում։ Ընդհանրապես մեր շարունակությունը չի, նա մեր կեսը չի, առանձին անհատ է։ Ուրիշի ու նույնի մասին չի։ Եթե կա օրինակ մեխանիզմ, որը հեշտացնելու է նրա կյանքը, կարելի է դա հուշել։ Բայց եթե չեն վերցնում, չպարտադրել։ Դրա համար ասում եմ, հուշել։ Չկա մի բան, որը նրանց պետք լինի ու իրենք չվերցնեն։ Չկա նման բան աշխարհում։ Այո։ Եթե չի վերցնում, ուրեմն այդ պահին ալարում է, ուրեմն ունի ուրիշ առաջնահերթություն, ուրեմն պահը չի եկել, չի հասունացել։ Ես գնում եմ յոգայի վարժություններ եմ անում, սովորական ոտքի թաթը պետք է սեղմես։ Ենթադրենք 7 տարի ինձ ասում են ոտքի թաթը սեղմի։ 8-րդ տարին նոր իմ ականջին այդ տեքստը, նույն տեքստը, ուրիշ ձևով հասնում է, որ ոտքի թաթը սեղմիր։ Ու պարզում է, որ այդ պարզագույն գործողությանը հասնելու համար, օրինակ, ինձ պետք էր ենթադրենք 7 տարի, ինչ որ մեկին 20, մյուսին այդքան էլ չի երիքում։ Ամեն երեխա ունի իր հասունացման էտապը։ Մեկինը 1 օր է, մեկինը 18 օր, մեկինը 20 տարի։ Չբզենք, չպարտադրենք։ Բզել պետք չի, ասել պետք է։ Այդ բզելն ու ասելը ահա որ տարբեր բաներ են։ Ժողովուրդ, դուք ծնողներ եք, դուք չեք նկատում, այդ բզելը ահա որ բան է։ Իմ քույրը իմ նկատմամբ ինչեւ այդ բզոցը ունի։ Մի քիչ պատմեք էլի ձեր քույրերից։ Դե ինչու պատմեմ, մենք շատ տարբեր 3 գերակտիվ քույրեր ենք։ Գժում եմ նրանց համար։ Այդ գիպերապեկան։ Ես զարմանում եմ ոնց է մի քիչ գոնե մարդ դարձել։ Ես անկեղծ զարմանում եմ, ես հզոր եմ։ Բայց ինքը սիրով է արել։ Բայց պարզա որ սիրով։ Այս ամեն ինչը սիրո դրսևորում է։ Դուք պիտի դնեիք այդ սահմանը ու տենց անփորձ երիտասարդ ոնց դնեն երեխեք այդ սահմանը այդ բզոցներին։ Նախ հասկանանք, որ օրինակ քույրերի դեպքում նրանք սովորաբար շատ մեծ տարիքային չեն լինում։ Հիմա կարող է լինի 20 տարվա տարբերությամբ, հա մեր դեպքում իմ ու միջնեկրոջս տարբերությունը տարիքային ընդամենը 2 տարի է։ Մեծ քույրիկիս հետ 7 տարի է։ Հիմա 2 տարվա տարբերություն ընդամենը։ Իմ ոլորտում կան հարցեր, որ ես վստահ նրանից շատ գիտեմ ու լավ։ Այդ հարցերում ինքը մի քիչ կարող է եւ լսել ինձ։ Բայց այն հոգատարային, այն սիրո դրսևորման կերել ես, չես կերել է 100 անգամ կասի, բայց կերել ես, բա գիշերը քնեցիր, բավացի։ Անսպար։ Ես իհարկե երջանիկ եմ, որ կա գոնե կյանքում մեկը, որը նման հոգ է տանում քեզ, նման ձևով հոգատար է ու այդքան անհանգիստ է։ Դա իհարկե օրհնություն է։ Հիմա եթե դուրս գանք այս հաղորդման շրջանակներից, բայց եթե դիտարկենք ինձ իբրև փոքրիկ երեխա եւ այդպիսի գեր հոգատարությունը երեխայի ինդիվիդուալ իր հոգեկերտվածքի սպանություն է։ Ինդիվիդուալ անհատականության այդ հոգեկերտվածքի սպանություն է։ Եվ խստությունը, այ որ ես կողմ եմ խստությանը, բայց եկեք հասկանանք այդ խստությունն ինչն է։ Ինչն է դրա ետևում, լավ նպատակով։ Չի կարելին չի խստությունը։ Խստությունը պահանջմունքի հետևողականությունն է։ Օրինակ, դուք պահանջում եք, որ նա կարդա։ Այո։ Ինչի համար։ Այդպես ճիշտ է։ Կարդա փոխանակ գadget-ում լինես։ Չէ, էլի, ախը տեսեք, մենք ասում ենք գadget-ն էլա պետք։ Կարող է նա այդ դրանով է կարդում։ Օրինակ։ Քո դրան դասել անում են, այո։ Ահա։ Ես կհիմնավորեի այսպես. արի վերցնենք ինչ որ գիրք, կարդանք երկուսով, կիսվենք իրար հետ տպավորություններով։ Եթե չունի մոտիվացիա, օրինակ, վերցնել գիրք, որը կապված է որոշակի քաղաքի հետ, ենթադրենք մենք ունենք առաջիկայում մեր հանգստի ճամփորդությունը, եւ գնանք տեսնենք այդ քաղաքը, ասենք Բրյուգեն, կամ Վենետիկը, կամ ես իմ ինչը, այն ինչը այսօր հասանելի է, ես չեմ խոսում անհասանելի բաներից, չեմ ասում գնանք ուրիշ մոլորակ, բայց դա մոտիվացիա է ու հետևողական լինել։ Դե ընդհանրապես ծնողավարության մեջ հետևողականությունը համար 1 օրենքն է ամեն ինչ։ Հա։ Թե չէ մի այն որ գadgetները սարսափեն, այդ փաստ է, նկատի ունեմ այդ քանակի մեջ, ես ինքս եմ հիմա լիմիտ դրել, հա, ստիպված։ Մենք էլ ենք դնում եմ հեռախոսը սենյակում մոռանում եմ ու գնում եմ մյուս սենյակ, որ ուղեղս ազատ եմ, որտեղ մենք չենք զգում ինչքան սրա մեջ ենք։ Երեխան առավել եւս չի զգում։ Երեխաներն առավել եւս չեն զգում։ Կիբորգ ենք դարձել լրիվ։ Այո։
Քույր ունենալն ինչով է երջանկություն, քույր եղբայրներից խոսենք։ Հիմա տեսեք, շատ հաճախ ծնողներն ունեն այդ դիլեման, հա, ես կարող եմ հերիքել մի երեխայի։ Ու ես ունեմ այդ դեպքը, հա, չեմ կարող ինձ թույլ տալ ավել, ոչ ֆիզիկապես, ոչ ֆինանսապես, բայց այն ինչից այդ միակը կզրկվի չունենալով իր քույր եղբայրներին, ինչից կզրկվի։ Ոնց համոզենք հենց հիմա մեզ լսող մի երեխայի պլանով կամ արդեն մի երեխա բերած ու որոշած, որ վերջ, ինչ հարստություն են քույր եղբայրները։ Նախ պատասխանատվություն է նրանց համար։ Երկրորդ որևէ երեխան առաջին երեխայի համար արդեն կյանքի նկատմամբ լրիվ ուրիշ մասշտաբի պատասխանատվություն է։ Եվ այդտեղ է ձևավորվում հասարակությունը։ Միկրոհասարակությունը այդտեղ է ձևավորվում։ Ես իմ կյանքում շատ քիչ մինուճար երեխաների եմ տեսել, որոնք հիացնում են ու զարմացնում։ Օրինակ Էմին, Նադեժդա Սարգսյանի աղջիկը Էմին, ես միշտ ասում եմ, դու ոնց որ 7-րդ երեխան լինես, այդքան ինքնաբավ, այդքան մարդամոտ, մարդասեր, այդքան սրտանց, հյուրասեր, շատ հավաք, բացարձակ ոչ էգոիզմով, լրիվ ուրիշ երեխա է, լուրջ, ոնց որ մինչև այդ եղել են 7-ը ու նա 8-րդն է։ Քիչ այդպիսի երեխաներ կան մինուճար ու մեղավոր չեն այդ երեխեքը, որովհետև ամբողջ ծնողական վախերը, սերերը, ուշադրությունը, նվիրումը, գերհոգատարությունը, այո, այդ գիպերապեկան, այդ ծնողն էլ մեղավոր չի, իր կյանքի սերն է եկել լույս աշխարհ, ինչ ունի ներդրվում է այդ երեխայի մեջ ու այդ երեխան դառնում է բեռ տանող խեղճ մարդ, որովհետև այդ բեռը դրել են իր ուսերին։ Երրորդ երեխայի վրա այդքան բեռ չեն դնում, իմ օրինակ։ Մենք ինքնուրույն ենք բեռնավորվում արդեն հասուն տարիքում, երբ գիտակցում ենք, թե ինչ կարևոր ու լավ բան է ընտանիքը եւ ինչ կարևոր բան է քույր ունենալը, եւ այդ ժամանակ դու փորձում ես քո շնորհակալությունը հայտնել եւ նրանց գերհոգատարությանը եւ քո կյանքում ունեցած դերակատարմանը ու փորձում ես այդ շնորհակալությունը հայտնել ամեն կերպ քո ֆինանսից մինչեւ ուշադրություն, հումոր, ժպիտ կամ ինչով որ կարող ես։ Նազարին, ձեր հայրական տունը ինչ հոտ ուներ, ինչ բույր ուներ կամ ինչ համ ուներ։ Մեր հայրական տունը սովետի ժամանակ են որ լուրջ գիտնականներին, ուսուցիչներին տալիս էին պանելային տներ, այդ տներում ստացված տուներ, երբ քանդեցին իմ մայրիկի խոր մեծ սեփական տունը, ժամանակվա հարուստ շքեղ սեփական տները քանդեցին, տվեցին այդ 2.5 խցիկը, բայց ես շնորհակալ եմ, վերջը տանիք էր ունեինք։ Գիտեք ինչ հոտ ուներ, տաք մարդու հոտ, տաք սրտի հոտ ուներ։ Օր կար համով ճաշիկի հոտեր, օր կար մամա սիրում էր թխել մեկ-մեկ այդ համով թխվածքի հոտներ, վանիլի, մանավանդ վանիլինի, այն սովետական վանիլին, ինչ որ յուրահատուկ ու ուժեղ հոտ ուներ սիրում։ Ու գլազուրն էլ գլազուր էր։ Հիմա չգիտեմ ինչ է։ Հայրիկիս քիմիկոս էր հայրիկս եւ այն ժամանակ չկային էս խառը մակրող միջոցները, ընդհանրապես չկային։ Կար դասական ժավելը ու սև օճառը տնտեսական։ Վերջ։ Նա էլի չկար աղբասկամ, այդ երկու բաներ, բայց կար հայրս եւ նրա քիմիական բոլոր միացությունները բերում էր գործարանային այդ բաները, չգիտեմ, շոլեչը, մյուսը երրորդը ու գալիս էր մի տեսակ քիմիական նյութերով մաքրած տան հոտ։ Անտիր։ Հա, մենք հանկարծ որ գնում էինք տատիկիս մոտ հանգստի ու վերադառնում ենք ու հայրս մնում էր տանը, որովհետև չէր կարող աշխատում էր, այդ տնից գալիս էր մի տեսակ այդ հին վերանորոգած տնից գալիս էր պսպղան հոտ, sense մաքուր հոտ, այդ օսլայած օձիքի հոտը, որովհետև ես հիշում եմ այն մամաս ոնց էր հատիկ է տոլմաները շարում, ինչ որ բոլոր նորմալ մամաների նման չէ, հատ այդ կանաչիները չեմ հիշում, ինպես քրտ կտրեր, կեսը թափեր, հատ լվանում էր, այսպես մանր մատորիկա էր, հասկանում եք դա էլ էր մանր մատորիկա էր։ Ավելին ասեմ, դա թերապիա էր, մարդ հանգստանում է այդ ամենի հետ էլի։ Այդ նույն ձևով papas արթուքում էր շապիկները, շատ հստակ ու կոնկրետ, այդպես էլ ոչ ոք իմ կյանքում չի արթուքում։ Այո։ Միայն օրինակը ու ես չեմ հիշում չէ բառը, ես չեմ հիշում գամ ինչ որ բան հարցնեմ մերոնցից թույլտվություն։ Չեմ հիշում քույրերս դա արել են թե ոչ, բայց ես չեմ հարցրել թույլտվություն։ Կարելի է այսինչ բանն անել։ Արել եմ։
ու չեմ հիշում, պատժվել եմ թե չէ, չեմ պատժվել, այսինքն ինչ որ հատուկ վատ բաներ չեմ արել։ Բայց կար այդ ազատությունը փորձարկելու, փորձելու։ Կար ու լավ իմաստով բաներ կային, որ չէին էլ նկատվում։ Ու այդ լավ էր, որովհետև ես ունեի իրավունք սխալվելու։ Վերջերս շատ եմ դրանից խոսում, բայց այդ կարևոր է։ Այդ ամենակարևորն է։ Անկամ բիզնեսում, չէ, հիմա այդպիսի սեմինարներ են անում, թե ինչպես ինչով է կարևոր սխալվելը։ Հենց Մեթյու Սայեդի գործն եմ կարդում էլի, հենց այդ դրա վերաբերյալ։ Կարևոր է ոչ թե միայն սխալվել, այլ այդ սխալը բարձրաձայնելը ինքդ քեզ ու հասկանալ խնդիրը։ Երբ որ կա գեր ուշադրություն, այդ գիպերապեկան, դուք ձեր երեխայի փոխարեն լուծում եք նրա արած սխալը։ Թող սխալը չարած ու ինքը ոչ մի գիտակցության չի գալիս դրանից։ Ոչ մի Բայց ոնց գա, օրինակ, չէ, սեղանը փչացրեց։ Ես իմ ինչ վատ բան չի եղել, բայց սեղաներ փչացրեց, որը իրականում մեծ գումար էր, չէ, արժենում եւ այլն։ Դեպքում ափսոս էր։ Հետո մտնում ես էսթետիկ չի, ենթադրենք այդպես։ Ինչն է պատճառը, որ փչացրել է։ Տաք թեյնիկը դրել է առանց տակդիրի, չէ, օրինակ։ Մենք կարող ենք, չէ, բացատրել իրողությունը, որ երբ տաք թեյնիկը դնում ես լաքապատած եւ կարող ենք օրինակ վերցնել նրա սիրելի գadget-ը ու վրան դնել տաք թեյնիկ։ Նա տեսնի, որ այս իրը պակաս կարևոր եւ արժեքավոր չէ ընտանիքի համար, քան այն, ինչը նրա ձեռքում է 24 ժամ։ Ես չեմ ասում անենք։ Բայց այդ օրինակը վառ ցույց կտա նրան, որ կա գնահատման համակարգ։ Այս հիմիկվա երեխեքը մեղավոր չեն, մենք ենք էլի ձևավորել այդ աշխարհը, բայց իրենք չունեն գնահատման համակարգ։ Սանդղակը չկա։ Չկա, որովհետև ձեզ ասում է, ուզում եմ ես ինչ բանով, դուք արագ on-line առնում եք։ Նույնիսկ եթե չունեք դրա գումարը։ Առնում Նազենի ջան, մեզ չեն էլ ասում։ Ինչով են առնում։ Քիչ քարտիս մամ ջան։ Դե հիմա օրինակ ո՞նց են առնում, քանի տարեկան են։ 16, 17, աշխատում են։ Չէ։ Բայց որտեղից գումար։ Փողերը։ Ես կներեք, էլի, ես իսկապես այդ չեմ ընկալում։ Զայրացրեցինք ձեզ։ Հա, շատ ուժեղ։ Բա ոնց անենք, տեսեք, 16 տարեկանը ուզում եմ մի բան, որ բոլորն ունեն։ Գնա աշխատի, ինչ է նշանակում բոլորն ունեն։ Բոլորն ունեն երկար ոտքեր։ Հետո ես չունեմ դրանից։ Իսկ 14-ին ինչ ասենք։ Էլի գնա աշխատի, 12-ին ասեմ, հա, 12-ին կարելի է ասել, որ ինչ կարող են աշխատել։ Օրինակ անկեղծ շատերը կուզեն, որ իրանց երեխաները աշխատեն։ Այդ դուք մի որոշեք։ Ահա։ Եթե նա, օրինակ, ուզում է ունենալ լավ կրթություն ու դրա համար պատրաստ է հիմա անել ոչ այդքան հետաքրքիր աշխատանք, ուրեմն թողանի այդ։ Կներեք, ես ուզում եմ ընդունվել Բրյուսով, բայց չունեի այդ հնարավորությունները, այդ этаպում նաև իմ ընտանիքը մի լավագույն վիճակում չէր, ու ես չէի կարողանում ունենալ ոչ ճիշտ դասախոսներ, ոչ պարապել, ու շատ պատահական ստացվեց, որ ես գնացի թատերական ինստիտուտ։ Ու նորից նշված չէր վճարովի բաժինը, այսինքն եթե ես չընդունվեի անվճար, ես հաստատ չէի գնալու, որտեղ այդ վճարի գումարը իմ ծնողը չուներ։ Ու դա ոչ տրագեդիա էր ձեզ համար, ոչ ինձ համար կարող է եւ շատ տրագեդիա էր, կարող է այդքան չէի գիտակցում այդ ժամանակ ուղակի, բայց փաստը այն էր, որ ունես, ուտում ես, ծախսում ես, հագնում ես, չունես քո չափով, այ այդ լավ բառ էր, քո չափով։ Ինչ է նշանակում ես ուզում եմ ունենալ այն, ինչ ունեն բոլորը։ Իսկ ինչ ես դու արել։ Բայց դա բնական է, ասում։ Ոչ մի բնական բան չկա։ Չէ, որ մենք սոցիալական էակներ ենք ու երեխան ինչ որ տարիքում հատկապես դեռացան։ Տարիքում նա ունի պահանջ լինելու մեկը բոլորից, պատկանելիության։ Այդ լավն է, բայց այդ ձգտումը մենք սպանում ենք տալով նրան ամեն ինչ։ Քույրիկիս երեխայի համար մյուս քույրս ասաց ու առնենք բան iWatch, որպեսզի, չգիտեմ, դե բան, ու դա սկսեց սրտաճմլիկ բաներ ասել։ Ասում եմ ինձ համար ինչ որ մեկը առել է iWatch այդ տարիքում։ Չէ, առհասարակ։ Ես մինչև հիմա չունեմ։ Okay։ Օրինակ, այդ տարիքում ինչ ենք խոսում։ Հայրս ժամացույց էր նվիրում, այս սովորական բարի փոքրիկ ինչ որ բան ու միշտ կանգնում էր, բայց ես մեկ է կրում էի, որովհետեւ ինձ դուր էր գալիս։ Գիտեք, ես չեմ ասում պահենք երեխաներին աղքատ, վատ պայմաններում, վատ ուտելիքով, բայց ես ասում եմ տանք նրան ազատություն, տանք նրանց ազատություն շարունակելու ձգտում ունենալ, երևակայել եւ գնալ աշխատել, գրողը տան, ես չեմ պատկերացնում 16 տարեկան տղա թե աղջիկ երեխան, որը ուզում է լիարժեք, չգիտեմ ինչ թիթիզ շորեր ու ամեն ինչեր, ու չի էլ մտածում օրինակ աշխատում։
Հիմա ես չեմ ընկալում այդ ժողովուրդ։ Գիտեք ինչ տենդենս եմ նկատում։ Կամ կներեք ուզում ա գնա անպայման այդ փողոցային կրպակներից անհասկանալի կոնսիստենցիայով սուրճ վերցնի ու այդ բաժակներով ման գա փողոցով, որ ինչ։ Բոլորն էլ անում են, այո, արդեն։ Թող տնից տանը սարքի, եթե ինքը դեռ ապրում է այն տանը, որտեղ պահում են նրան, թող սարքի, այդպես ման գա, եթե թիթիզության մասին է խոսքը։ Թող գտնի տարբերակ, որ մտնի այդ հասարակության մեջ, բայց ոչ թե փողով առնի այդ հասարակության հարգանքը, ոնց բացատրեմ։ Ձեր ասած բոլոր բաները, Աննա ջան, մենք երեխաներին դրթում ենք գումարով վաստակել հասարակության մեջ հարգանք, տեղ, ուշադրություն, ձևապաշտական տեղ է դա։ Ու ձևական։ Փողը վերջացավ, այսինքն 0 են դառնալու։ Ինչպես մենք այսօր տեսնում ենք, որ շատերը պաշտոն ունեն, ինչ որ մեկն են, մեկ էլ պաշտոնը հենց հանեցին վրայից, դարձավ ոչ մի բան։ Իսկ ով որ ինչ որ բան էր մնալու է այդպես։ Լինի բանտված անազատության մեջ, անփող թե անպաշտոն, լինելու է ինչ որ մի կարևոր մեկը։ Դրա մասին է։ Վերջերս տենդենս եմ նկատում ու անկեղծ ասած ինձ շատ է դուր գալիս, բավականին ունևոր, բավականին հարուստ կայացած մարդիկ իրենց 15, 14, 16 տարեկան երեխաներին ուղարկում են աշխատանքի։ Օրինակ մատուցող կաֆեում։ Ես որ լսեցի, ասեմ մի վարքյան, այսինչ մարդը իր երեխային մատուցող, մի 2 տարի այդ երեխան աշխատեց։ Բայց ինչի պիտի այդ չանի։ Ավելին կարող է աշխատել իր մեծ կորպորացիայում։ Ես եմ սխալ ուրեմն, որ մտքովս էլ չէր անցել, որ իմ 16 տարեկանը ուսմանը, բուհ ընդունվելու պարապմունքներին զուգահեռ կարող էր գնալ աշխատել։ Հիմա ես չգիտեմ որն է ճիշտ։ Ճիշտ աշխատելն է։ Եվ ասեմ, գումար վաստակելով աշխատելը։ Չի կարելի աշխատել ուղղակի աշխատելու համար։ Այդ չի կամավորականը չենք ասում, բայց այո, հենց այնպես կամավորականը պարտադիր է։ Չվարձատրվել չի։ Նկատի ունեմ այնքան որ տնից դուրս գան, այդ անիմաստ բան է։ Այդ չի գործում այդպես։ Ես մամաս ուներ ընտիր մի սովորություն։ Ահա որ լավ սովորություն։ Շատ շռայլ էր բոլորի նկատմամբ, էմոցիայով, իր ունեցած չունեցածով, ուրիշին ամեն ինչ կտար։ Իր երեխաների նկատմամբ մանավանդ ֆինանսական հարցերում շատ ձիգ էր։ Այնքան հետաքրքիր էր։ Հայրս շռայլություն բառը հորից էր դուրս եկել ու դրա համար միշտ այն կողմում չկար։ Իսկ այն Աստվածչանի ծանր կացության մեջ մամայի մոտ միշտ ինչ որ պահած մի բան կար։ Դե տան մայրն էր, չէ՞, պահողը նա է վերջը։ Եվ պատկերացրեք այդ իր պինդ լինելը, որը ինձ շատ անհարմարություն պատճառել է անշուշտ, երբ ես եղել եմ ավելի փոքր ու ոչ այդքան հասուն, բայց օրինակ որ 1-2 քո տրանսպորտի այդ ժամանակ 200 դրամ էր, ավել չկար, այդ 200 դրամը որ ուզում էիր ու դու տեսնում էիր որ այս մարդուն դժվար է, այնպես չէ որ ունի տանը եւ չի տալիս։ Հա, պարկերով պահած ու չի տալիս։ Դե չարքաշ ուսուցչի կյանք է, նայել քիմիկոս է, ինչ պիտի լինի այսքան այդ ամեն ինչի հանրագումարը։ Ու անկախ նրանից որ դու ուտում ես քո պապերից մնացած արծաթյա սպասքով, միևնույն է, չէ՞։ Տրանսպորտի փողը կոնկրետ փող է, որը պիտի լինի։ Ու ես հիշում եմ, որ ինչ որ մի этаպում ես իմ ինստիտուտ ընդունվելու վարքյանից սկսած իմ ծնողներից փող չեմ վերցրել։ Հա, ես էլ 15-ս 16-ս դեռ չէր բոլորել, ես ընդունվեցի մեր քննությունները այդ ժամանակ էին, ծննդականով ընդունվեցի, հետո հանեցի արդեն անձնագիրը ու ես երբեք էլ փող չեմ վերցրել իրենցից։ Իսկ որոշակի ընդամենը մի 2 տարուց արդեն ես էի տանում փող։ Ու այդպես ընդունված է եղել ու ես սովորել եմ դա իդեպ իմ միջնեկ քրոջից։ Նաև։ Այն ժամանակ էլի որ ինչ որ կա պետք է բերես տուն սարքես ու վերանորոգես կամ բանանես։ Իդեպ էլի այսօրվա երիտասարդների տենդենսը կամ միտումը կամ չգիտեմ ընդունված կարգը աշխատում եմ դա հիմն է։ Տուն ոչ մի բան։ Շատ եմ այդպես տեսնում։ Ոչ մի բան։ Այն որ հացն անգամ բան, բայց ինչու ես պիտի առնեմ։ Չէ՞ որ դու էլ ես սնվում էլի այդ հացից։ Կա այդ խնդիրը։ Եթե այդպես են դնում, ուրեմն դուք էլ պետք է արդեն դնեք, օրինակ, մենք ապահովում ենք քեզ համար ուտելիքը, ամսական այսքան պետք է տաս քո ուտելիքի համար։ Ես գիտեմ որ դաժան բաներ եմ ասում։ Գիտեմ որ չենք էլ անի, բայց ասելը գուցե պետք է։ Գուցե պետք է իրենց ուշքի բերել, սթափեցնել։ Ասելը գուցե գոնե պետք է չեմ ասում անել իսկապես, որտեվ դա ես էլ չեմ հավատում որ կանենք։ Մի բան ասեմ, եթե հիվանդանում եք ու շատ վատ եք, պարկում եք տանը, ով է անում տան գործը։ Գրեթե ոչ մեկ։ Վերջակետ։ Այսինքն եթե դուք չապահովեք ձեր տան կենցաղը, ուտելիքը, հացը, ֆինանսը, լինելը,
Մեկը ձեր երեխան անկախ նայած որ այդ տանիքի տակ է, պետք է սկսի ինքնուրույն գործել, չէ։ Այդ թողեք ինքնուրույն լինեն։ Մենք դպրոցից տուն էինք գնում, ես հիշում եմ, առավոտ կանուխ բոլորը տնից դուրս էին գալիս, վերջ։ Մեկ էլ գալիս էին ժամը 1:30 ես, հետո 2:00 քույրերս, հետո 3:00 մայրս, հայրս, այդպես հերթով, ըստ աշխատանքի։ Գալիս ես տուն, այդ տունը կարող է եւ ինչ որ մի բան պատրաստած չլիներ։ Տնային տնտեսուհի չկար այդ տանն ապրող, տատիկ չկար այդ տանն ապրող, դայակ չկար, տան աշխատող չկար, հարևանի երեխան չկար։ Դու բարձր չէ որ մի բան ինքնուրույն պատրաստում ես։ Այո, ու իդեպ ինքնուրույնությանը նպաստող է շատ այդ միջավայրը։ Ի տարբերություն հիմիկվա, որ եթե չկա, ուրեմն կպատվիրեն։ Պատվիրում ենք, այդ ինչ գռեհիկ բան է։ Չեմ կարող օգնել նայել։ Ժողովուրդ, ես փուլ գուցե դա փրկություն էր կանանց համար, որ ի վերջո պիցան ոչ մեկ չի չեղարկել, եթե այդ օրը հավես չունես ու հալ չունես։ Խորովածն էլ, հարիսանն էլ, բորշն էլ, ամեն ինչ օքեյ, լուրջ, կարելի է։ Ես հաշտ եմ այդ պատվիրելու հետ, եթե մարդկանց հարմար է ու եթե շատ են երեխաները։ Եթե ամեն օր չի նազենի։ Իսկապես դա փրկություն է, մանավանդ ծանր մաման, ծանր կենցաղով մամաների համար, բայց մյուս կողմից մեռնում է երևակայությունը։ Տան իրական բնամթերքը, ասենք ճմրթած գազարը ու մի հատ ոչ այդքան թարմ լոլիկը կտրտում խառնում է իրար, սարքում է ինչ որ հիմար աղցան, անունը դնում է աղցան Ալյանազենի։ Դառնում է ինչ որ բարի բան։ Հետո մեծացա, պարզվեց համի ուժ եմ ուզում անել։ Ահա։ Մենք ինչ գիտենք, կապը որտեղ է լինում։ Այո։ Շատ լավն էր այդ հաղորդումը։ Շնորհակալ եմ։ Ռեսուրսներ չունեմ, որ շարունակեմ, բայց ես համառ աղջիկ եմ։ Նազենի ջան, ինչ է պակասում այսօր մեր երիտասարդությանը։ Իրենց հետ շատ եք շփվում։ Այնքան լավ երեխեք կան։ Կամ ինձ լավերն են հանդիպում։ Ես շատ բախտավոր մարդ եմ այդ հարցում։ Նրանց շատ պակասում է անվտանգությունը։ Բազային մի բան։ Շատ կարևոր։ Ընդ որում անվտանգություն գիտեք եւ հայրենիքի, սահմանների, եւ այն լեռան, որը բարձրանում է ու սիրում է ու արդեն ճանաչում է։ Շատ խոհուն ու լավ երեխեք կան, որոնք ավելի գիտակ են, գուցե քան մենք նույնիսկ մեր տարիքում։ Շատ պակասում է նրանց անվտանգությունը ազատ խոսքի հետ կապված։ Բուլինգը հասել է անմարդկային չափերի Հայաստանում։ Սոցկայքերով այնինչ տեղի է ունենում, որովհետև ես շատ եմ օգտագործում եւ շատ ուշադիր եմ։ Լինի threads-ը, լինի reel-ը, լինի իրենց քաղաքացիական հիանալի կիրթ երեխեք կան, քաղաքացիական իրենց ընկալումներով եւ հայացքներով ու նաեւ քաղաքական գիտելիքներով հիացնում են ինձ։ Ես նրանց տարիքում բացարձակ գոյություն չունեի, բաց էջեի։ Եվ երբ որ կարծիք են հայտնում ու ես տեսնում եմ ինչ է կատարվում, իրենց տարեկիցների կողմից մեկը մյուսի նկատմամբ սարսափ է։ Շատ մեծ սարսափելի բան է։ Այդ հեռախոսների ողբերգությունն էլ է էլի դա։ Դեռ չձևավորված ու խոսքի նկատմամբ պատասխանատվությունը չձևավորած տարբեր խմբեր իրար սկսում են թունավորել։ Այդ էլի անվտանգության հարց է։ Խայտարակ պակասում է առողջությունը։ Ես խնդրում եմ բոլոր ծնողներին, դուք երեխաներին սովորեցնում եք, թվում է խոսել, թվում է սովորեցնում եք ապրել, ուտել, առաջին քայլեր, չգիտեմ ինչ, բայց իրականում դուք չեք սովորեցնում նրանց նստել, ճիշտ, պահել ողնաշարը, ճիշտ, այո, ոտնաթաթը հենել գետնին, ճիշտ, կոշիկն ընտրել, ճիշտ, ոչ թե գեղեցիկ ու բրենդային ու թանկ ու առցանց, չի կարող փոքր կամ դեռահաս երեխան առցանց կոշիկ առնել, նա պետք է կոշիկը մտցնի ոտքը կոշիկի մեջ եւ հասկանա իր հարմարությունն ու անհարմարությունը։ Պետք է սկսի սովորել խոսել ճիշտ ու ոչ թե խոսքս միայն մաքուր հայերենի կամ մաքուր անգլերենի, ռուսերենի մասին է։ Արտահայտել։ Միտքը ոնց է արտահայտում։ Միտք արտահայտել։ Եթե երեխան տանը չխոսեց, էլ որտեղ պիտի խոսի, ինձ կբացատրեք։ Սկզբում տանն են դա խոսում։ Եվ պետք է սկսի խոսել սովորել, որպեսզի արտահայտի իր ունեցածը ներսի, որ դուք տեսնեք այս երեխուց ինչ սպասեք։ Դուք չեք թողնում նրանք խոսեն տանը, հետո ասում եք, «Էս ինչ դառավ այդ երեխան», բայց դուք չէիք էլ ճանաչում ձեր երեխուն։ Հա սովորեցրել եք ուտել, ձեր ասած հրահանգները անել, որտեղ վարժեցրել եք սովորեցրել։ Վերջ։ Չգիտեմ, օրտոդոնտի կարիք ունեցող մեծ հասարակություն ունենք այսօր։ Պարզ օրտոդոնտի կարիք։ Այսինքն բոլորի կծվածքը խայտարակ ծուռ, լարված,
գլխացավերի միգրենների քանակը նայեք։ Ինչից է դա։ Այս կապաների խայտարակ լարվածությունից, այս տրապեցիաների խայտարակ լարվածությունից։ Ու այդ ամենը ես ասում եմ արդեն իբրև խոսքի մասնագետ։ Խոսքի մասնագետ, որն այդքան իր վրա աշխատելով հանդերձ ունի դեռ այդ խնդիրները։ Բա մարդիկ, որոնք ոնց կարող են ատամները կրճատացնելով այդ այնքան խոսում են այսպես։ Ու նույն ձևի դեպ անում են իրենց ռիլերը, հետո նույն ձևով շփվում են իրար հետ, կրճտացնելով ատամները շփվում են միմյանց հետ։ Սա անվտանգության հարց է եւ առողջական հարց։ Առողջությունն անվտանգության հարց է։ Հենց այդ է։ Դրա համար էս արտակուստ փայլփլուն իրականությունը, որը կա, ես ուրախանում եմ, որ մեր երիտասարդները ունեն տարբեր անվճար համերգներ կամ փառատոներ, ֆեստիվալներ, չգիտեմ ինչեր, որ գնան, ապարեն, ուրախանան, լսեն անվճար։ Բայց ես ցավում եմ, որովհետև այդ անընդհատ ու անընդմեջ անվճար լինելու մեջ նրանք չունեն արժեքային այն համակարգը, որը ձևավորում է ինչ եմ ես անում որպես մասնագետ, որքան եմ ես վաստակում իբրև մասնագետ եւ ինչին եմ ես պատրաստ տալու իմ դժվարությամբ կամ հեշտությամբ վաստակածը։ Այս արժեքային համակարգը ձևավորվում է որևէ բան ձեռք բերելու համար, արարելու, ստեղծելու ու նաև նվիրելու, տալու միտումով։ Երկկողմանի գնացք է սա։ Շատ անվտանգային հարցեր կան ու ես ահավոր անհանգիստ եմ հենց դրա համար։ Ինչն է ինձ շատ դուր գալիս, որ նրանք ի տարբերություն մեզ, մեր սերնդի իսկապես շատ համարձակ են։ Շատ։ Ոչ թե միայն կարծիքն ասելու, այլև ու ոչ վատ իմաստով, էլի, հենց լավ իմաստով համարձակ։ Մի բան ասեմ, թող լինի վատ, դրա վատը ո՞րն է, համարձակ։ Չգիտեմ, ուրիշի սահմանների հաշվին իրենց համարձակությունը դրսևորել։ Սկզբում էդ էլ պիտի լինի։ Չի կարող էլ միանգամից իր չափն ու սահմանն իմանալ։ Մի օր պիտի մրթին ուտի, որ հասկանա սահմանը որն է, կամ հասկանա, որ չէ, դա իր համար վախենալու չի, այնքան մինչև որ, այսինքն շատ նորմալ է սկզբում լինել տարօրինակ համարձակ։ Տարօրինակ ապուշ բաներ ասել։ Իսկապես այդ նորմալ է։ Ուղղակի դրա համար տարիք կա։ Դրա համար լավ է, որ անեն այդ ամեն ինչը դեռահասության ժամանակ, որ չդառնան մեծ մարդ ու զբաղեցնեն կարևոր պաշտոններ ու ասեն այդ տարօրինակ տեքստերը խայտարակ լինենք։ Չէ, իսկապես այդպես է։ Ամեն բան պետք է լինի իր կարևոր տարիքային եւ ֆիզիոլոգիական եւ հասունացման ժամանակին։ Մի քիչ ես կուզեի, որ մեր երեխեքի մեջ այսքան արագ տեղի չունենար սեռահասունացում։ Հոգեկան, հոգեբանական, որովհետև այդ մի տեսակ արհեստական է, աշխարհի թելադրանքն է, էլի։ Հա։ Անընդհատ Ուղղակի գիտեք, ամեն արհեստականը կդառնա վերջում սովորական։ Այսպես մի 10 տարի էլ գնա, արդեն դժվար կլինի ասել, որ արհեստական է, ու այդ վտանգները ակնհայտ են։ Հա, բայց չէ որ երբ որ չափազանց շուտ է ինչ որ բանը սկսում ձևավորվել մարդու ուղեղում, նա արդեն դրա նկատմամբ իմունիտետ է ձեռք բերում ու հետաքրքրությունը արագ է կորցնում։ Ասածս այն է, որ պետք է լինի էտապային, համբուրվել է իր ժամանակ, իր տարիքում, իր ձևով, թրթիռով, հետո պետք է լինի, չգիտեմ, ձեռք բռնելը իր ձևով, շարունակությունը ու ամուսնությունը պիտի լինի ցանկալի է երկկողմանի ցանկությամբ, ոչ թե որովհետև դե հիմա արդեն արագ ժամանակն է անեմ։ Ես այդ երևի հին եմ, այդպես եմ, բայց կարծում։ Ավելի կողմ եմ ձեր ասածին, քան չէ, այնպես որ ես էլ ձեր սերնդից եմ, այո։ Շնորհակալ եմ շատ Նազինի ջան, հետո։ Ես եմ շնորհակալ, կներեք, եթե շատ խոսեցի։ Չէ, ճիշտակարակ, շատ տեղին ու հետաքրքիր կարծիքեր ու նաև ձեր իսկ փորձառությունը, ձեր ծնողների հետ իրենց տվածն ու թողածը հենց էներ ինչ շատ ուզում էի լսել։ Շատ մարդիկ կան, որոնք ունեն շշմելու ծնողներ, բայց այդ ծնողները այդքան ազատություն չեն տվել նրանց։ Իմ բախտը բերել է։ Եվ գիտեք, ես մի ժամանակ մեղադրում էի իմ ծնողներին, ներսումս շատ խորքում, որ ընդունված էր էլի մի քիչ մեղադրել է, ես էլ էի ուզում գտնել բան։ Եվ չէ, մի 20 տարի առաջ, շատ փոքր չէի, մեղադրում էի, որ ինձ բաներ կա, ինչու չեն ասել, որ չի կարելի։ Հետո մտածում եմ, բայց իրենք ինչ իմանան քո կյանքը։ Այսինքն ո՞րն է էլի չի կարելի լիների ցանկը։ Ու կոնկրետ որին պիտի ասեն։ Որ մեկին պիտի ասեն, որտեվ ես էլ դե աշխարհի չառնեմ, այդպես չէր թվում, բայց ես այդպեսին էի։ Ու հետո հասկացա, որ եթե նրանք իմ փոխարեն վախենային ու ինձ կանխեին տարբեր բաներ անելուց,
ես չէի լինի ես։ Կարող է վատը չլինեի, կարող է շատ ավելի լավը լինեի, չգիտեմ, բայց ես չէի լինի ես։ Հիմիկվա երիտասարդ տղաներին ու աղջիկներին ես օրինակ կան բաներ չի կարելիներ, որ կասեի, որ երբեք չանեն։ Երբեք աշխատեք ձեռք չտալ ձեր բնական մարմնին, դեմքին, այն տարիքում, որում դեռ հասուն չեք այնքան, որ հասկանաք, որ հետագայում չեք փոշմանելու։ Իսկապես, փորձեք մի քիչ հասկանալ դուք եք դա ուզում, թե ժամանակն է իր մամլիչով ճնշում գործադրում ձեզ վրա ու դուք դառնում եք հերթական մեկը։ Մանավանդ պլաստիկ վիրահատությունների հետ կապված էլի։ Հոնքերը հանելու հետ կապված։ Տեսեք, մեր ժամանակ բարակ հոնքերն էին շատ։ Ես դրա զոհն եմ այո։ Մենք բոլորս մի քիչ թեթև պրճոկել ենք ժամանակին։ Այդ բարակ հոնքերն էին մոդա, հետո պարզվեց, որ չէ, հաստերը ու էլ չեկան հոնքերը։ Տատուաժները։ Երբեք չգիտեք հետո դուք ինչ մասնագիտություն կունենաք, ինչներիդ է պետք քիմիկվանից դա անել։ Մի նկարեք ձեր մարմնի տարբեր մերկ մասերը ու մի ուղարկեք դրանք, անգամ ձեր կարծիքով, ձեր ամենամտերիմ ընկերուհիներին կամ ընկերներին։ Կիբերանվտանգություն։ Կիբերանվտանգությունը այսօր այդ անվտանգային շարքերի մեջ առաջին տեղում է։ Եվ ես գիտեմ ցավալի դեպքեր, երբ աղջիկը իր ընկերոջ հետ ոչ շատ բաց սովորական ինչ-որ տենց ընկերուհի ֆոտոների տարածվել են ընդհանուր չաթում եւ պարզ է չէ որ տղան է տարածել, բնականաբար բաժանվել են, բնականաբար հետագայում դա դարձել է պատմություն, այդ աղջիկը այլևս դժբախտ ճակատագրով աղջիկ երեխա է, որովհետեւ ժամանակակից աշխարհում չկա օտար երկիր, դուք բոլորդ հասանելի եք եւ ձեր արած որևէ քայլ մնում է այս տիրույթում հավերժ։ Եթե առաջ կարելի էր նորմալ մարդավարի սխալվել ու դա մնում էր որոշակի շրջանակներում, ապա հիմա դա հետո բերում են քո առաջ դնում են, չնայած այս նոր սերունդը մի հատ ձև է գտել, ասում են խայպ են բռնում ու ավելի են թեժացնում իրենց արած սխալը, որ իբր ձևը է դա։ Լավ չէ, չեմ կարծում դա իրենց երջանկություն է տալիս դա։ Դե մա տարբեր մեթոդներ է։ Իդեպ այդ կիբերանվտանգության մասին շատ կարևոր է, այս ամենի մասին շատ կարևոր է խոսել փոքրահասակ երեխաների հետ, ովքեր որ ունեն հասանելիություն։ Պարտադիր է։ Մի խնդրանք, եթե ձեզ շանտաժի են ենթարկում այն նման ֆոտոների կամ բաների հետ կապված, կամ ուղղակի ինչ որ տղա պատահաբար ձեզ համբուրել է կամ ձեր ցանկությամբ է համբուրել ու հետո դուք չեք ուզում որ ձեզ այլևս կպչի ու որևէ կերպ ու դուք կարծում եք որ այնքան վատ բան եք արել որ չգիտեք շանտաժի եք ենթարկվում, ես ունեցել եմ նման ուսանողիս հետ կապված նման դեպք, որ աչքիս առաջ մարում էր, հետո պարզվեց մի հատ հիմար շանտաժի էր ենթարկում, բաթե պիտի ամուսնանաս հետս։ Թե չէ կլուսաբանը։ Ընդամենը թեթև համբույրիկ էր եղել աննշան, վայ չեք պատկերացնում ինձ այդ ինչ էր կատարվում։ Հետ երեխան մարում էր, ասում են բալես չկա աշխարհում ուժ, որը պարտադրի քեզ, որ դու ամուսնանաս մեկի հետ, որից զզվում ես։ Որը արդեն այդ տմարդն է, որը արդեն հակա տղամարդ է։ Հակա հայ է ու հակա տղամարդ ինձ համար այդ երկու բանով։ Եվ ես ես շատ եմ խնդրում, ինչքան էլ ծանր լինի ճակերտավոր պատիժը ձեր ծնողի կողմից, հաստատ ավելի ապահով կլինի, եթե դուք դիմեք ձեր ծնողին, մեծահասակին, հասկանալի մարդուն, քան շանտաժի ենթարկվեք, թաքցնեք ու ավելի վատանա դեպքը։ Իսկապես կանխեք այդ հարցեր ունեք, տվեք ձեր ծնողներին, մի ամաչեք, ամեն բան չի, որ Google-ում կա։ Վստահեցնում եմ ձեզ։ Ու ամեն բան չի, որ ChatGPT-ին ճիշտ է ասում։ Մանավանդ որ մեզ հետ չի ճանաչում։ Այո։ Այդ եւ հայերենը լավ չի հասկանում։ Ոչ էլ Կլոդը։ Ընդհանրապես իրանք մեզնից են սնվում, մենք իրենցից ինչի ենք հարցեր բարձում։ Այդ ու մեկ էլ շատ ընկերներ ունեցեք, այդ լավ բան է։ Լավ ընկերներ։ Լավ ընկերներ։ Ես չեմ հավատում ծնող ու երեխա ընկերությանը։ Ես էլ չեմ հավատում սրտի խորքում, կարելի է լինել ընկերաբար, տրամադրված, բայց ոչ ընկերներ։ Չէ, կոլեգիալություն բան է, բարի բաներ պետք է լինեն անպայման, բայց այտենց սիրտ սրտի ընկերություն չեմ հավատում։ Դե դա ճիշտ էլ չի, մենք ծնողն ենք, երբեք չի կարելի դերերը խառնել, խճողել, տեղերով փոխվել եւ ընկերություն անել։ Մենք սահման դնողն ենք, մենք օրենք թելադրողն ենք, մենք գծերը գծողն ենք։ Ես այդ նույնը չեն գծում։ Աննա ջան, ես այդ նույնը կասեի երեխայիս
դիրքից, ես իբրև երեխա ոչ թե ընկերություն չէի անում ծնողներիս հետ, որովհետև ազատ չէի կիսվելու իմ խնդիրներով, այլև ես երբեք չէի ուզի իմ որևէ խնդիր ծնողից բարձել կյանքում։ Իմ հայրը իհարկե լեռ մարդ էր, բայց ես երբեք չէի ուզի, որ նա իմ կապ չունի էմոցիոնալ տկարությունն անգամ տեսներ։ Այսինքն ինչքան ինքն էր պինդ, ես այդքան առավել քան պիտի պինդ լինեի։ Նույնն էլ մայրս։ Որտեվ եթե ես փլվեի, նա կփլվեր ու կփլվեր, իսկ հետո մեզով պիտի հավաքեր։ Հասկացա։ Չէ, դրա համար խնայեք ձեր ծնողներին, ընկերություն մի արեք նրանց հետ։ Կամ ավակ ընկերություն արեք, այն որ ավելի շոյում եք, օգնում եք, ֆինանսապես եք օգնում։ Եվ դեռահասներին առաջարկում եմ, հենց որ աշխատում եք, ձեր առաջին պուճուրիկ այդ փողիկը տվեք մամային կամ պապային։ Դու չէ, հենց տվեք։ Թողեք ինքը ծախսի իր հայեցողությամբ, ու դուք տեսեք ինչ կարևոր մարդ եք դառնում դուք ձեր կյանքում, որովհետև դուք արդեն դառնում եք օգնական ձեռք։ Այդ շատ սիրուն բան է։ Շատ հավես բան։ Թե սպառելը հեչ հետաքրքիր բան չի։ Հետո լիքը փող կունենաք, չեք իմանա ինչ առնեք, էլ ինչ առնեք, որ ձեր կյանքում ձեզ թրթիռ տա։ Անհամբան։ Ապրեք Նազենի ջան, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ապրեք որ եք։ Մերսի շատ։